Մեր հավատարիմ հեռուստադիտողները գիտեն, որ մենք չենք կարող գեթ մեկ եթեր ունենալ առանց մշակութային իրադարձություններին անդրադառնալու եւ հիմա սիրով պետք է ներկայացնենք դրանցից մեկը, որ առաջիկայում մեր քաղաքին սպասվում է Prime Time Musical առանց ընդմիջման նոր ներկայացում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մենք ուրախ ենք հյուրընկալել անձնակազմից մեր հյուրերին նրանց հետ միասին բարձելու թե սա ինչ ներկայացում է, երբ է տեղի ունենալու եւ այլ մանրամասներ։ Բոլոր մանրամասները կիմանանք հիմա շտապ ենք ներկայացնել մեր հյուրերին, տաղավարում են Մարիամ Գրիգորյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, բարի լույս, եւ Գևորգ Դավթյանը նույն թատրոնի դերասան, ինչպես նաեւ ռեժիսորի ասիստենտ։ Ողջույն։ Ողջույն գեղեցիկներ։ Շնորհակալություն։ Մենք ուրախությամբ հետևում ենք վերջին տարիներին թատրոնի գործունեությանը, որը որ բավականին ակտիվ է, բավականին թիրախավորված է ըստ իր առաքելության եւ շատ ուրախ ենք բնականաբար ողջավորված ենք նաեւ դերասանների համար։ Հիմա սա հերթական նոր ներկայացումն է մյուզիկլ եւ ինչ մեր պարագայում հերթական չի, որովհետեւ մեզ համար շատ կարեւոր է, որ մեր թատրոնում հնչում է երաժշտություն, հնչում է կենթանի նվագախումբ։ Ես հենց դա նկատի ունեի, որ վերջին տարիների այս հրաշալի օրինակների այդ շարքի հերթականն է։ Այո, այդպես եթե նայենք, այո, հերթականն է ու մեզ համար շատ ուրախալի, որ ունեցանք եւս մեկ երաժշտական բավականին մեծ ներկայացում։ Եվ կարծես բավականին բարդ գաղափար, որը իրականություն է դարձել։ Ռեժիսորը Հակոբ Ղազանցյանն է։ Ինչպես որոշվեց, որ թատրոնում պետք է բեմադրվի այս ներկայացումը, որտեղից եղավ գաղափարը։ Այ լավ կլիներ, եթե Հակոբ Երվանդիչն էլ էստեղ լիներ ու իրեն հաստատենք ինչպես շատ մանրամասն պատմել։ Որքան որ գիտեմ, նա Մոսկվայի մյուզիկլի թատրոնում տեսել է այս ներկայացումը եւ ոչ միայն սա, ու ի ուրախություն մեզ ես մեդիաներից մեկով չեմ հիշում, որով տեսա նյութը, որտեղ Հակոբ Երվանդիչը եւ պարոն Շվիդկոյը հուշագիր են ստորագրել երկու թատրոնների միջև, այո, համագործակցության, ինչի համար ես շատ ուրախ եմ, որովհետեւ Մոսկվայի մյուզիկլի թատրոնը բավականին մեծ աշխատանքներ է կատարում ու այնտեղի ներկայացումը մեզ նվիրվել է ու այն հիմա մեր բեմում է։ Հիանալի է։ Ում համար է նախատեսված այս մյուզիկլը եւ արդյոք կարող են երեխաները ներկա գտնվել եւ խրախուսվում է թե հակառակը։ Ասեմ, որ այս նախագիծը պատմում է այն հեռուստաշոուների մասին, որտեղ որ դա վեր են նյութում, սիրում են, բաժանվում են, վիճում են, այսինքն բոլորին էլ հասանելի է։ Այնտեղ կա իհարկե սիրո թեմա, բայց ոչ մի ձև չի խանգարում երեխաները այդ սիրո մասնիկը լինելու կամ տեսնելու, վայելելու համար։ Կարծում եմ 10+ կարելի է։ Նաև մեր հեռուստադիտողների համար մի փոքր ճակերտները բացենք, բայց իհարկե ամեն ինչ չենք պատմի, որովհետև հատկապես այս մյուզիկլի վերջը շատ անկանխատեսելի է։ Ում պատմությունն է։ Պատմում է մի աղջկա մասին, որը փորձում է իր ուժերը, չէ՞, բայց հանդիպում է փորձություններին եւ տեսնում, որ ամեն բան չէ, որ այդքան հեքիաթային է։ Իհարկե, Գավառից եկած աղջիկ է, բայց բավականին բավականին ինքնավստահ, իր նպատակին սլացող, ոչնչի դեմ կանգ չառնող, այդպիսի աղջկա մասին է, որը երազում է երևի թե շատ-շատերի նման աստղ դառնալ։ Քանի հոգի է ներգրաված այս մյուզիկլում։ Դե եթե չհաշվենք տեխնիկական մասը, ապա եթե նվագախումբ, երգչախումբ, արտիստական անձնակազմ 50-ը հաստատ։ Այո, որովհետև ներգրաված են բալետային արտիստները, երգչախումբը, դերասանները, արդեն 60 երաժշտական իհարկե ուղեկցությամբ կենթանի նաև նվագախումբն է, որի դիրիժորն էլ Կարեն Լավչյանն է։ Այս մտահղացումը իհարկե ռուսական է, պրոյեկտը մտահղացումը Միխայել Շվիդկոյինն է, այնտեղ գնում է այս ներկայացումը եւ տարիներ շարունակ մեծ հաջողություն ունի։ Իրենցն է, իրենց ազգային է, այսպես ասած, բայց մենք ադապտացրել ենք մեզ, մեր տեղային շոուներին եւ մեր տարբերակում այս լիբրետը, այո, հեղինակը Հակոբ Ղազանցյանն է, նաեւ բեմադրության։ Այո, բացարձակ տեղայնացված։
որովհետև այո, այնտեղ լեքսիկոնային շատ առանձնահատուկ արտահայտություններ կային, որոնք չենք ուզի Հատուկ է մեր այս դեպքում այո, այս պարագայում մենք այնպես ենք արել, որպեսզի այնուամենայնիվ գեղեցիկ հնչի բեմից այնտեղ։ Իսկ պլաստիկ մասը ով է բեմադրել, ով է աշխատել դերասանների հետ։ Պլաստիկ մասը մեր հրաշալի բալետ մաստերներից մեկը Արինան Արարատյան։ Ողջույն ենք նրան։ Ողջույն, ողջույն եւ նրան եւ բոլոր անձնակազմին, ամբողջ անձնակազմին թատրոնի, երգչախմբի ղեկավարը Շուշանը Հովանեսյան։ Կարծեմ թե միշտ Գևորգյան եմ ասում, բայց սխալվում եմ։ Իրականում երբ ասում ենք musical, հանդիսատեսի համար դա շքեղ շոու է, բացի այն որ թատրոնում է, ներկայացում է, այլ նաև նրանք գալիս են հենց այդ շոուն վայելելու, որովհետև կա պարային լուծումներ, երաժշտական բավականին հետաքրքիր եւ նոր մոտեցում ու իհարկե դերասաններ, որոնք տանջվում ու չարչարվում են բեմում, բայց դա չի երևում։ Որն է musical-ում խաղացող դերասանի ամենաբարդ առաջադրանքը, որովհետև մենք տեսնում ենք, որ դերասանը եւ պարում է, եւ երգում է, եւ կատարում է իր դերասանի աշխատանքը բեմում, բայց երբեմն մենք նայում ենք դա ընդամենը մեկ ակնթարթ, թե ինչ աշխատանք է թաքնված այդ ամենի հետևում, շատ հաճախ չենք տեսնում։ Մի փոքր խոսենք այդ բարդությունների մասին։ Բավական մեծ աշխատանք է կատարվում սկսված հոգեկան աշխարհից, կերպարը խաղալուց, ել չեմ ասում երգելու մասին, որովհետև երգել պատշաճ դա մեծ պատասխանատվություն է։ Երգել, խաղալ, շարժվել։ Բնականաբար, երգել, շարժվել միաժամանակ, խոսելու ընթացքում երգել ու հետո նորից խոսել, բայց դա անել պարելով, դա բավականին դժվար գործընթաց է։ Մեր համար իսկապես ես ամենասկզբում որ նշեցի շատ ոգևորող է այն աշխատանքը, որը որ վերջին տարիներին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում այսպես բուրըն կատարվում է եւ դերասանները հնարավորություն ունեն իրենց ամբողջ գունապնակը ներկայացնելու, հետաքրքիր է այս նոր ներկայացման փորձերի ընթացքն ինչպես է անցել եւ բավականին բուրըն։ Ինչքան է տևել այն։ Այն սկսվել էր կարծեմ թե օգոստոս ամսից, ես միացա աշխատանքներին հոկտեմբեր ամսից, բավականին ժամանակ է ու դա մյուզիկլի պարագայում նորմալ, մեր պարագայում առավել եւս, որովհետեւ ստեղծագործությունը ամբողջությամբ թարգմանված էր, հետո ունեինք խնդիրներ երգերի, երաժշտության ու տեքստի հայաֆիկացման խնդիրը, որ լինի հայերեն երգեցողությունը, խոսքը հնչի հայերեն։ Հիմնական խնդիրները կարծես թե կապված են եղել դրանց հետ, որոնց հետ առնչվել եմ անմիջական ես, որովհետև այո, որովհետև իհարկե կարող ենք, որովհետև ինձ պատիվ է արվել երաժշտության եւ տեքստերի հետ աշխատել, արդեն թարգմանված տեքստերի ու երաժշտության վրա ճիշտ տեղադրել մեր հայ լեզուն ըստ լիբրետոյի ու այդ պարագայում եւ երգչախմբի եւ սոլիստների հետ անընդհատ աշխատանքի մեջ վեճեր չեմ ասի, բայց հաստատ խնդիրներ ունեցել ենք, խոսել ենք այս բառը լավ չի հնչում, չերգենք, փոխենք, ինչ կլինի մի տևի ականջին հարմար չի։ Փոխում, լսում, որ ճիշտ լինի, այո, հարմար լինի արտիստին երգել, որովհետեւ ամեն բաղաձայնով բառ չի, որ կարելի է հաջորդ եկող բառից կամ դրանից հետո երգել այդ ամեն ինչը։ Ես ճիշտ եմ հասկանում, բեմադրական ամբողջ ընթացքում ռուսական կողմի այսպես ներգրավվածությունը եւ հետեւողականությունը եղել է այսպես ստատիկ թե նրանք մեր պարագայում հանգիստ են թողել ստեղծագործել, այո, բացարձակ ազատություն են տվել եւ ինչպես ներկայացման ավարտից հետո ասեմ, որ պրեմիերային ներկա էին պարոն Շվիդկոյը, մյուզիկլի թատրոնի գլխավոր ղեկավարը։ Ինքը բեմադրիչը այս ներկայացման երաժշտական ղեկավարը ասաց, որ ձեր գնդլիկ բոքոնիկը բացարձակ իր կյանքով ապատատվում, մերը իր կյանքով ու բացարձակ ուրիշ ներկայացում ենք ստացել, դա ի շնորհիվ Հակոբ Երևանդիչ։
Շատ կարևոր է, որ թատրոնը հավատարիմ է մնում եւ ոչ միայն ուրախացնում է մասնագետներին այսպիսի լավ, որակյալ, բարձրակարգ ներկայացումներով, այլ նաեւ հանդիսատեսին, երբ կունենանք prime time-ը կրկին թատրոնում, որովհետեւ ով չի հասցրել դիտել, վստահ ենք, որ հիմա պետք է արագ փնտրի։ Այո, հաջորդ ներկայացումը ապրիլի 20-ին է, որին սիրով սպասում ենք բոլորին։ Մեր երկրորդն է, երկրորդը նույնպես համարվում է պրեմիերա։ Երկրորդ եւ երրորդ։ Երբեմն ասում են մինչև 6-րդ ներկայացումը կարելի է պրեմիերա համարել։ Դե ամեն ներկայացումն կարելի է պրեմիերա համարել, եթե հանդիսատեսը երբ կցանկանա, երբ հարմար կգտնի ժամանակ իր առօրյան լցնելու երեկոն հետաքրքիր իրադարձությամբ, ապա մեր թատրոնում այս ներկայացումը համենայն դեպս խաղացանկում հաստատ տեղ կգտնի ու կխաղանք։ Եվ իհարկե հասկանանք ինչպես է տեխնիկական հատվածը բավարարել ներկայացման ստեղծագործական մասին, որովհետև մի բան է ունենալ երևակայություն, մի բան է ունենալ արտիստական կազմ ու պատրաստ կարգավիճակում, բայց մի բան է այդ ամենը լուսաձայնային էֆեկտներով տեղ հասցնելը եւ մատուցելը։ Ահա այս մասով ինչ կարող ենք պատմել։ Դու ասա, ես կշարունակեմ։ Ես ասեմ, որ մեր թատրոնը հագեցված է տեխնիկական եւ լուսային եւ ձայնային այդ հնարավորություններով, իհարկե ներկայացման մեջ էլ այդ ամեն ինչը երևում է, բայց մեր պարագայում մի փոքր այդ ներվը, այդ ոգևորվող ճնշիչ մասը ավելի շատ խաղի վրա է եւ ոչ թե այդ լուսային էֆեկտ։ Իհարկե դրանք էլ կան, բայց ավելի շատ գործողության եւ բեմադրական մասով է ապահոված, որին իհարկե շնորհակալություն Հակոբ Ղազանչյանին։ Տեմպի։ Այո, տեմպի եւ ներվ, հենց այդ ներվն Դե է, այո, թե խոսում եք ոչ մի պահ հանդիսատեսը տեմպի, չի կարողանում հաջորդ գործողությունը, հաջորդ տեսարանը մարսել, այսպես ասեմ։ Իհարկե տա Աստված, ես էլ երազում եմ, ինչպես կարծում եմ բոլորը, որ բոլորը ունենան միկրոֆոններ կոչեցյալները։ Խոսափողներ։ Ունենք, բայց ցանկալի է, այո, ցանկալի է, երբ որ Եվ դրանք աշխատեն անխափան, ամենակարևորը։ Իհարկե, սկսված նվագախմբից, որ բոլոր երաժիշտները պիտի ունենան իրականում մյուզիկլի պարագայում ցանկացած գործիք իր բարձրախոսը պիտի ունենա, էլ չեմ խոսում, դե մենք ունենք Փարքասո, սոլիստները ունեն, երգչախումբ, ինչու՞ չէ շատ դեպքերում մյուզիկլների ամբողջ Կորդե բալետը, պարային խումբը, որ երգում պարում է, ինքն էլ բարձրախոսներով են։ Հրաշալի է։ Հիանալի է։ Մենք եւս մեկ անգամ շնորհավորում ենք թե թատրոնի ողջ անձնակազմին եւ իհարկե հատկապես prime time-ի ստեղծագործական, տեխնիկական ողջ խմբին, բոլոր նրանց, ովքեր ջանք ու եռոնդ չեն խնայել, որ այս ներկայացումը բեմում լինի եւ հայտնվի նաեւ խաղացանկում, Ողջունում ենք նրանց եւ իհարկե ողջունում ենք եթերից։ Ու շատ կարեւոր է, որ բացի նրանից, որ թատրոնը ունի հավատարիմ հանդիսատես, որոնք պարտադիր գալիս են բոլոր ներկայացումներին, նաեւ այս մյուզիկլների օգնությամբ նոր մարդիկ են գալիս դեպի թատրոն։ Արդյոք դուք որպես արտիստներ նկատում եք այդ շարժը թատրոնում։ Ավելացող հանդիսատեսի Ես նկատում եմ հատկապես երիտասարդների շարժը, ովքեր շարժում, ռիթմ են սիրում, երաժշտություն են սիրում, իսկ այս պարագայում երաժշտությունը ես ի սկզբանե սիրել եմ, երաժշտության հեղինակը կանադացի է, եւ առհասարակ մեր այս պրոյեկտը, այսպես ասենք, համաշխարհային ստացվեց, որովհետեւ բեմանկարիչը վրացուհի, զգեստների նկարիչը մոլդովացի, ներկայացումը ռուսական հիմք ունեցող, այո, նրանց արտադրանքն է ի վերջո, բեմադրիչը հայ, այդպես միջազգային նախագիծ Հակոբ Պարինյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Մենք շատ ուրախ ենք, որ առավոտը սկսեցինք ձեզ հետ այս հրաշալի նորությամբ եւ վստահ ենք, որ դեռ շատ ու շատ առիթներով գալու եք մեր տաղավար, պատմելու եք նորանոր ներկայացումների ու ստեղծագործական ընթացքների մասին։ Այս պահի համար մենք մաղթում ենք բարձր թռիչք, իսկ մենք շարունակում ենք մեր եթերը։ Շնորհակալ ենք։ Ձեզ ենք շնորհակալ։ Շնորհակալություն եւ ձեզ։